Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Սահմանադրական դատարանը հանկարծ խաղաղության պայմանագրի տեքստը ճանաչի ոչ սահմանադրական, ինքը կփոխի Հայաստանի սահմանադրությունը։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, այսօր ես Գևորգ Մինտերյանս եւ Մենուա Սողոմոնյանը կրկին ամփոփում ենք անցած շաբաթը եւ առանձնացնում ու վերլուծում ամենակարևոր իրադարձությունները։ Բարև ձեզ։ Ուրեմն կարծում եմ, որ ամենակարևոր հայտարարությունը անցած շաբաթվա հենց սահմանադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ուրեմն հայտարարությունն էր, որը իրականում էլի որերորդ անգամ ցույց է տալիս, որ մենք չենք հասկանում, թե ինչա պետությունը, ինչա սահմանադրությունը, որ սահմանադրությունը պետք է լինի այն ուրեմն կարմիր գիծը, այն հիմնարար օրենքը եւ այլն, որի վրա պետք է կառուցվի Հայաստանի պետությունը, պետականությունը եւ այլն, այլ ոչ թե ամեն ղեկավարի հետ փոխվի իր հակով կոստյում դառնա, չգիտեմ ինչ դառնա եւ այլն։ Ցավոք սրտի մենք այդ ընկալումը այդպես էլ չունեցանք, որ եւ ուրեմն Հայաստանի 3 նախագահները փոխեցին, բերեցին նոր սահմանադրություն եւ ի վերջո արդեն ուրեմն պսակը դրա Նիկոլ Փաշինյանն է, որը հայտարարում է, որ ուրեմն միջպետական պայմանագիրը ուրեմն ստորագրելու համար ինքը պատրաստ է փոխի սահմանադրությունը։ Սա շատ լուրջ խնդիր է, որը կարծում եմ, որ մեր գլուխներում եղած բան է, էլի, իրոք խնդիր է։ Այո, համաձայն եմ, որ խնդրի խորքային կողմը նրանում է, որ քանի անգամ որ փոփոխության ենթարկվեց սահմանադրությունը, այնքան անգամ մենք չտեսանք ի վերջո, թե այդ փոփոխությունների պահանջը ոնց էր գեներացվել։ Մենք չհասկացանք, թե այդ պահանջը որտեղից եկավ։ Ինչ որ մասնագետների մեծ խումբ, շահառուների մեծ խումբ, ինչ ձևով էին այդ պահանջները գեներացրել, պատվիրակել համապատասխան մարմինների, որ նրանք էլ վերցնում են ու ենթադրենք որոշում են, որ հայ ժողովրդի շահերից բխում է, որ կիսանախագահական պետական կարգը դառնա պարլամենտական կամ նախագահականը դառնա կիսանախագահական եւ այլն։ Սա խորքային առումով, բայց սա մի բան է, երկրորդը, որ երբ որ դա այդ ամեն ինչ ամենաահավորը, պարզապես Նիկոլ Փաշինյանի այս նորամուծությունը նրանում է, know-how-ն նրանում է, որ սա արվում է ոչ թե էլիտայի, այսպես ընկալումներին, նրա ճաշակին ասենք կամ նրա շահերին համապատասխան, ոչ այնքան իհարկե, որքան որ արտաքին ուժերի թելադրանքի զորու է այդ ամեն ինչը կատարվում։ Եվ ամենայն հավանականությամբ այս ոգով, այս համարձակությամբ, որ հայտարարում է, դա Տիրանայում Ալիևի հետ ունեցած հանդիպման պայմանավորվածության ամենայն հավանականությամբ արդյունք է, որտեղ նա գուցե կարողացել է Ալիևին բացատրել, որովհետև Ալիևը մինչև այդ որպես նախապայման էր դնում, ասում էր, կփոխեք սահմանադրությունը, կլինի խաղաղության պայմանագիր։ Հիմա այս Տիրանայից հետո ոնց որ այդ ձևով չի ասվում, էլ նախապայմանային ձևով չի ասվում, բայց ըստ էության Նիկոլ Փաշինյանի պատասխանը, որ կստորագրենք այդ պայմանագիրը, կտեսնենք, եթե կհակասի սահմանադրությանը, կգնամ սահմանադրություն փոխելու, միևնույն է սահմանադրական դատարանն էլ է իմ գրպանում, ման ոչ մի այսպես ասենք բան չկա, խնդիր չկա։ Ամենաահավորը հենց դրանում է կայանում, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքը փոխվում է, Հայաստանի Հանրապետության ողնաշարը ծռմռվում է ըստ Ալիևի պահանջի։ Ես համաձայն եմ հնչեցրած խորքային գնահատականի հետ, բայց եւ դրա այս դրսևորումը սա անտանելի է պարզապես եւ մենք պետք է սրան լուրջ հակազդեցություն։ Դե ինքը նաեւ շատ մեծ սպառնալիք է, որովհետեւ կարող ասենք իրերը այնպես դասավորվեն, որ ասենք պետք է Նիկոլ Փաշինյանը որոշ ինչ որ հող
հանձնի էլի հերթական անգամ որոշ ինքնիշխանություն հանձնի, չգիտեմ ինչ հանձնի եւ փոխի նորից սահմանադրությունը ինքնիշխան բառը հանի կամ չգիտեմ ինչը հանի եւ այլն եւ սա շատ նման է անասնաֆերմայի այն դրվագին, որ կենդանիները ցանկապատի վրա գրում են կանոններ եւ հետո վերջում մնում է ուրեմն մենակ մի կանոն, այն էլ լրացված, որ բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշները ավելի հավասար են, քան մնացածները։ Սա նաև այն ավանդույթի ուրեմն թույլ լինելն է ցույց տալի, որ մենք հայկական պետականության ավանդույթ մեր մեջ չենք կրում եւ այդ ավանդույթի համար, այդ պետականության համար պատրաստ չենք մեզ զոհել, պայքարել, ինչ-որ բան անել, որովհետեւ այս հայտարարությունները թեև ինչ-որ արձագանքներ ստացան, բայց դա երբեք ոչ սա, ոչ էլ նախկինում Ռոբերտ Քոչյանի բերած սահմանադրական փաթեթը, Սերժ Սարգսյանի բերած սահմանադրական փաթեթը չարժանացավ քաղաքական ուժերի, չգիտեմ, հասարակության խմբերի, ինչ որ մտածող մարդկանց եւ այլնի դիմադրությանը, որովհետեւ մենք նայում ենք օրենքներին այսպես շատ մատների արանքով եւ լուրջ չենք վերաբերվում էլ այդ օրենսդրական հիմքին չենք զգում, հա, բանը կապը անմիջապես մեզ հետ, հա, սա մեր վրա ինչ նշանակություն կունենա, մեր ընտանիքի վրա ինչ նշանակություն։ Որտեղ մենք ընդհանրապես թղթին նշանակություն չտվող ժողովուրդ ենք, ասենք, չգիտեմ, հողը, սեփականությունը եւ այլն ունենք, դրա թուղթը չունենք, չգիտեմ, ամուսնության թուղթը ունենք, չունենք, եսի ինչ ունենք, չունենք, մենք թղթով չենք ապրում։ Թուղթը ընդհակառակը մեզ համար sense օտար բան է, էլի, ու դրա համար չէ, օրինակ այդ գրողը տանի արտահայտությունը, այդ որ ասենք քաղաքից մեկը մահացել է, քաղաքից եկել է պրիստավը, գրի առել տարել, դա համարվել է բան։ Հետո կար այդ պատմությունները, որ ասենք հիմա արդեն երևի չկան այդ մարդիկ, բայց ասենք 20-ականների ծնվածները ամսաթվերը միշտ այս կողմ են կողմել, որ թվինա ծնվել, որոնա ծնվել եւ այլն, որովհետեւ նախ այդ մարդիկ ուշ էին գալի, իրենք գրի չէին առնում եւ այլն, հետո նաեւ լինում էր, որ ասենք մի երեխա ծնվում էր, մեռնում էր, հետո հաջորդ երեխան ծնվում էր, էլ որ թող չփոխեն եւ այլն, ասում են սա այդ երեխան է եւ թղթերով ինքը տարիքով ավելի մեծ էր լինում կամ բաներ լինում։ Հիմա ուզում ասեմ մենք մեր բանով այդ թղթին կարևորություն չտվող ժողովուրդ ենք ու դա երևում է նաև մեր այս բանի մեջ, էլի, սահմանադրական բանի մեջ։ Այնինչ որպես ազգ մենք պետք է հենց թղթին կարևորություն դարձնենք, այսինքն ինչա գրված ու ոնց է դա գրված։ Դե մի հատ արի հասկանանք այդ պրոտեստը ոնց պետք է լինի, չէ՞, ասենք որպես ազգ այդ կազմակերպվածությունն է պետք այդ քո ասած պրոտեստը ցույց տալու, ընդդիմանալը, բոստությունը ցույց տալու համար ինչ որ կազմակերպված վիճակներ է պետք, իսկ այդ կազմակերպված վիճակների մասին եթե խոսում ենք, հիմա էլ նայում ենք արդեն քաղաքական դաշտին։ Քաղաքական դաշտում էլ այնպիսի վիճակներ է ստեղծված, որ հա, էլի նորից նախկին ներկա այդ բաժանումներն է, եթե նախկինները խոսում են, ուրեմն վերջ իրանք իրավունք չունեն խոսելու, որովհետև իրենք են այս ամեն ինչի հիմքը բանարել էս բաննա գնում, նորերը կամ կայացած չեն, կամ կայանում են, ասում են սրա կցորդնես, նրա կցորդնես, իրականում այո քաղաքական դաշտում տխուր իրավիճակ է եւ դրանից օգտվելով պետության ղեկավարությունը փաստորեն կառուցելու փոխարեն, եթե ընդունենք, որ պետք է ինքը նորմալ պետության ղեկավարությունը լիներ եւ կայացներ այդ քաղաքական դաշտը, կառուցեր այդ ամեն ինչը քո ասած հասունացմանը նպաստելուն ուղղված քայլեր աներ, ընդհակառակը նրա շահերից բխում է, որ այդ ամեն ինչը քարուքանդարվի հիմա։ Ընդհանրապես մենոյ ջան, բողոքը այդպես պատվերով ու որոշելով չի լինում։ Օրինակ կազմակերպված լինում է։ Կազմակերպված իհարկե լինում է։ Դա կազմակերպիչներ են դրա համար պետք, եթե կազմակերպիչները չեն կազմակերպում, նշանակում է իրանք կամ տգետ են, տհաս են, կամ չեն կարողանում, կամ էլ այդտեղ շահում։ Կամ էլ թեմայի մեջ մարդիկ չեն մտնում, որովհետև գիտեն, որ բան չի լինելու։ Հա, եւ ռեզոնանս չի լինելու։ Մյուս կողմից այդ բողոքը ինքը նաև լինում է օրինակ երգերով, լինում է նկարներով, լինում է բանաստեղծությամբ, լինում է չգիտեմ ինչով։ Դե օրագիր նյուզը օրինակ ասենք ծաղրանկարներով
բան։ ես ունեմ բողոք, դա արտահայտվում է Ծաղրանկարների ծաղրանկարներով։ ձևով, Ընդ որում ես դա նաև փորձում եմ ինչ որ ձևի, չգիտեմ, զերծ մնալ, ասենք, ընդհանուր բաներից, շարժերից։ Օրինակ ես քննադատում եմ, որ ընդդիմության մեջ կա այսպես գզվրտոց, հիմա իմ դեմ հարձակումը էլի եղել, ես դրան կանդրադառնամ, ես շատ լավ մի հատ ծաղրանկար էի մտածել, թե ինչ կարելի է նկարել, բայց ես դա չեմ անի, որտեվ ես չեմ ուզում այդ ինչ-որ process-ը շարունակվի։ Այո։ Ճիշտ ես անում, որ չես։ Հա, եւ որտեվ ինձ համար այդ ինչը որ ինչի Դա համար որ ամենակարևորը դա չէ, արվում է, դա ավելի կարևոր բան է, քան թե զուտ այդ հումորը, որ ասեմ, որ կամ չգիտեմ ինչ որ մեկի ոչնչացումը, որ ասեմ ես սրան ոչնչացի։ Տակ մնալու այո, թեմա չկա այստեղ։ Հիմա այդ բողոքը հարցնեն է, որ այդ բողոքը չի ձևակերպվում։ Այսինքն ինքը այն ցածր մակարդակի վրա էլ չկա, բարձրի վրա էլ չկա, այսինքն էլիտան էլ դրա դեմ չի բողոքում, կեղծ ինչ որ բաներ ենք լսում, որ ասենք, չգիտեմ, տեսնում ենք մարդկանց, որոնք ունեն այլ վարկ, այլ բարոյական չափանիշներ, իրենք իրենց կյանքում չեն պայքարում այդ բարոյական բարձր արժեքների համար, բայց տեսնում ենք, որ այդ քաղաքական ինչ որ բաների համար, ասենք, չգիտեմ, քննադատելու համար, աչոք հավաքելու համար, չգիտեմ ինչի համար, ինչ որ թեմաներից են խոսում, որը արդեն անհավատալի է, որտեղ մարդը որ խոսում է ինչ որ բանից, ինքը պետք է ունենա այդ խոսքի իրավունքը։ Իսկ դու ինչ ես արել։ Իսկ դու դիմադրել ես, դու քո ժամանակ ինչ ես արել եւ այլն։ Այնպես որ դա շատ բնական մի հատ process է, էլի, որ նախկին պաշտոնյաները, նախկին չգիտեմ ինչեր խոսում են, ասենք, ոստիկանական բռնություններից, բողոքում են ոստիկանական բռնություններից, մոռանալով, որ ասենք ոստիկանությունը, ասենք 10 տարի առաջ ինչպես է եղել, 20 տարի առաջ ինչպես է եղել, 30 տարի առաջ ինչպես է եղել եւ այլն։ Լավ, բեր այդ պարագայում լուծում առաջարկենք, էլի, այդ դեպքում մարդիկ, ովքեր որ իրենց ժամանակ, օրինակ ես ին վրա եմ, էլի, այդ բանում, ես իհարկե երբեք պաշտոնյա չեմ եղել, բայց ես մի անգամ մեզ տաղավարում այդ առիթով ասել եմ, մանավանդ նրա հետ կապված, որ համալսարանից ինձ հեռացրեցին եւ լրագրողը ինձ հարց տվեց, բա ձեր ժամանակ եղել է, չէ, որ ես համալսարանում պաշտոնյա եմ եղել եւ հեռացրել են, ես այդ բանը ասել եմ, օրինակ, այո, պետք է ընդունել, որ քո մեղսակցությունն է, որ ժամանակին չես խոսել։ Ես կարծում եմ լուծումը հենց այդ պետք է լինի, որ այո, մարդիկ իսկապես մի անգամ խոսեն, ասեն, որ այդ մեղավորության մասին ասեն, որ իրենք այո ժամանակին որ կանխեին, ժամանակին որ բարձրաձայն էին, խոսեին, այսօր նաև այս վիճակը գուցե չլիներ կամ գուցե այս ձևով չլիներ։ Արդարանալը ոչ մի տեղ չի տանում, ես համաձայն եմ։ Դե ընդհանրապես պետք է լինի ինչ որ շատ մեծ զղջում։ Ապաշխարանքի համար պիտի լինի զղջում։ Դու չես կարող ապաշխարանք ստանալ, եթե չունես զղջում։ Դա բնական Ու օրինակ նախկին իշխանությունների հիմնական բանն է, որ իրենք բոլորը ճիշտ էին, իրենք բոլորը աստվածային են, իրենք բոլորը, չգիտեմ, մտքի գիգանտներ են, ստրատեգներ են, եսի ինչի բան, բայց երկիրը կներեք այսպես վարի գնաց։ Բա ինչի վարի գնաց։ Ու ոչ մեկ չի ասում, որ գիտեք, ես օրինակ այս հարցում սխալվել եմ, կամ այս հարցում, ասենք, չգիտեմ, սրան եմ ֆինանսավորել, նրան եմ նշանակել, նրան եմ եսի ինչ արել, դա բերել է այսպես, ես չեմ հասկացել, որ սա դրա փորձը չեմ ունեցել, չգիտեմ, ինչը չեմ ունեցել եւ այլն։ Ինչը եւ նաեւ Նիկոլ Փաշինյանն է անում, այսինքն երբեք չի ընդունում իր սխալը։ Բայց առանց այդ զղջման հնարավոր չի էլի ապաշխարանքի հասնել եւ հնարավոր չի նաեւ հետագան երաշխիք ունենալ, որ հետագան գոնե ինչ որ առումով լավ կլինի։ Իվերջո զղջացողին նաև ներում են։ Հա։ Ով որ անկեղ զղջում է, նրան ներում են։ Իսկ Հայաստանում մի հատ այսպես իրավիճակ կա, որ նախկին նախագահները բան են անում, պաշտոնյաները, ոչ միայն նախագահները, հույսը նրա վրա է, որ քանի որ սա, չգիտեմ, ստորագույն արարած է, չգիտեմ ինչա եւ այլն, սրանց վատը չի կարող լինի, ուրեմն իր ֆոնին իրենք դառնում են, չգիտեմ, աստվածային էակներ, անթերի, կատարյալ, չգիտեմ ինչ որ բաներ։ Հիմա բայց իմ մեջ օրինակ որոշակի բաներ, ես որոշակի փոփոխություններ կան, էլի օրինակ ես ինչ-որ ժամանակ շատ ներողամիտ էի, շատ բան էի, հանդուրժող էի եւ այլն, օրինակ ասենք կոռուպցիայի հանդեպ։
Օրինակ ես մտածում եի, որ դե հիմա ասենք բանա, դասախոս տղա է, ինչը պիտի ասենք 200,000 դրամով ապրի կամ 300,000 դրամով ապրի, մի քիչ էլ վերցնում, մի քիչ էլ էսի ինչ անում, որ ասենք իր ընտանիքի համար բան անի, բայց ես դարձել եմ անզիջում ճիշտ ասած 20 թվականից հետո, հենց պատերազմից հետո, որովհետև ես հասկացել եմ, որ այդ այն որ դու ճիշտ ես գնահատում, որ դու մի քիչ զիջում ես, մի քիչ ինչ ես անում եւ այլն, դա իդեպ ես ասում, ես ինքս երբեք կաշառք չեմ բացել ու դա եղել է նաև իմ դասախոսական կարիերայի վատ ընթացքի պատճառ էլի որտեվ իզնից միշտ ինչ որ ակնկալիքներ են եղել որ ես կբերեմ կտամ կամ ինձ եկի խնդրել են եւ այլն բայց ես միշտ հակառակն եմ արել ու դա շատ վատ ազդեցություն ունեցել ես ուղղակի ինքս դա համարում եմ շատ ծանր բան ոնց որ ասենք գնվեմ վաճառվեմ չգիտեմ տրվեմ չգիտեմ անբարոյական բան եմ էլի միշտ անկալ բայց ես հանդուրժող էի այլ մարդկանց հանդեպ հիմա ես դա շատ անհանդուրժող եմ դրա հանդեպ բայց պետք է ֆիքսվեն, ձևակերպվեն ինչ-որ կանոններ եւ այլն, որ դա միայն խոսելով չի, որ դա միայն հաչելով չի, որ դա միայն, չգիտեմ, ինչ-որ ամպագորգոր բաներ չեն, այլ դա պիտի լինի կենցաղ պիտի դառնա, դա պիտի դառնա մտածողություն, դա պիտի դառնա ապրելակերպ։ Մենք պիտի պախարակենք նրան, ով որ խախտում է մեր ընդհանուր կանոնները եւ բոլորիս վտանգի է ենթարկում։ Այո, դա կենցաղը շատ ճիշտ ասեցիր, կենցաղի մեջ դա պետք է իր դրսևորումները ունենա։ Զուսպ, սակավապետ, կենցաղավարությունը պետք է բառը ասեմ, արդեն այս բառն էլա բաները փչացեն նորաձև լինի, հա, այսպես ասենք, հա, պետք է դառնա նորմա։ Պետք է դառնա նորմա, ինչի դեպ որ տարբեր երկրներում այդպես էլ կա օրինակ անձամբ չեմ եղել իհարկե, բայց մարդկանց ովքեր որ շփվել են բարձրաստիճան նաև նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ ովքեր որ եղել են, օրինակ ասենք Իսրայելի ամենաբարձրաստիճան ղեկավարների գրասենյակներ մտնելիս, այդ կաբինետներ մտնելիս, ասում կարող է այնպիսի իրավիճակի ականատես կլինես, որ ասենք լուրջ ղեկավարը նստած ինչ որ խորհրդակցության ժամանակ մեկ էլ կարող է հավաքարարը մտնի այդ ժամանակ, ասենք մի հատ ոտքեր բարձրացնի, հա, շատ համեստ, շատ հանգիստ, հա, եւ այդտեղ համեստությունը փոխհատուցվում է իրենց ժողովրդի, իրենց ազգի, իրենց պետության բարձրացմամբ, այդպես է։ Այդտեղ մենոջն օրինակի համար հոգեբանական բան էլ կա, էլի։ Դա մարդու ռեալիզացիայի խնդիրն է։ Այսինքն մարդը ոնց է ռեալիզացվում։ Ինչ է ինքը անում կյանքում, որ իրեն երջանիկ զգա։ Ունի արդյոք պետությունը այն կամ հասարակությունը այն ինստիտուտները, այն ենթակառուցվածքները, բաները, որ մարդը կարողանա ռեալիզացվի ու հասկանա ինքը ով է, իրեն երջանիկ զգա եւ այլն։ Եթե դա չկա, մարդը չի ռեալիզացվում։ Դա կրթության բովանդակությունն է։ Կրթությունն է դա, կարիերան է դա, ոլորտներն են, չգիտեմ ինչն է եւ այլն։ Մարդը Հայաստանում օրինակ ինչ են ձգտում այդքան իշխանություն, որտեվ իշխանությունը փողի հիմնական աղբյուրն է։ Իշխանությունը, այսինքն եթե դու իշխանություն չունես, փող աշխատելը անհնարին է։ Եթե դու իշխանություն չունես, ուրեմն քո էգոն, փառասիրությունը, չգիտեմ, ինչի չի բավարարում։ Օրինակ ասենք, ես միշտ բանով եմ նայել, էլի, չգիտեմ, կասկածանքով եմ նայում բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միշտ ցած ինչ-որ բան կա, որ իրենք ձև են թափում, չգիտեմ ինչ են անում։ Միշտ իմ շփումը եղել է ասեն շատ բան, բայց մարդիկ իմ 4 կողմից տեսնում եմ, մարդիկ այսպես գնում քցնում են, բան են անում, պարկում են առաջները, չգիտեմ ինչ են անում, որտեվ իրենք կարծում են, որ այդ իշխանությունը աստվածային ինչ-որ բան է, որ ինքը առավել է իրենցից, ինքը ճիշտ է, ու դա դրսևորվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ մարդը կործանել է հայկական պետությունը, կործանում է հայկական ինքնությունը, քանդում է ինչ որ հնարավոր է քանդել, ինչ որ պոկվում է եւ բաժանվում է մասեր, ինքը այդ ամեն ինչը մանրացնում եւ մասերի է բաժանում, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ շարունակում են իրեն գցնել։ Շարունակում են իրեն, ասենք, ինչ որ բաներ անել, լիքը մարդ շարունակում է իրեն աշխատել։ Ես գնալ եմ համասան, այնտեղ բան անելու, ելույթ անելու եւ այլն, հա։ Ինչու, որովհետեւ ռեալիզացիայի բաներ մեր երկրում չկան։ Մենք չենք կարող տենց
Ախր չէ, ես համաձայն չեմ, շատ կատեգորիկ ես ասում չկա։ Քիչ են։ Գուցե քիչ է, բայց դու պիտի լինես առաջինը, որ ռեալիզացվես։ Այսինքն եթե դու ասենք Տիգրան Համասյանն ես, դու ռեալիզացվում ես։ Բայց եթե դու ասենք սովորական դաշնակահար ես, դու ունես շատ լուրջ խնդիրներ, որտեվ պիտի ասենք ես իմ այդ համույթի տնօրենը քո հետ լավ լինի, մշակույթի նախարարը, այդպիսի բան չկա, որ ասենք մշակույթի նախարարը ինչ-որ մեկին չի սիրում, բայց չի խոչընդոտում իրան։ Այդպիսի բան մեր երկրում չկա, այդ բանը, որ ասենք ինչ-որ մի բան եղավ, չէ։ Իմ դեմ ինչ-որ բան ես ասել, ուրեմն պահում ենք, եսի ինչ ենք անում, հետո ու դա ոչ թե ցածր մակարդակի վրա, դա շատ բարձր մակարդակից է գալիս, որ ու ասենք օրինակ ասենք հին թաղամասերում, ասենք Կոնդում, Արեշում, չգիտեմ, երրորդ մասում, որտեղ ասենք մարդիկ երկար բան, դա լավ ու վատ կողմ ունի։ Լավ կողմը նա, որ այդ մարդիկ կապված են իրար հետ սոցիալական միջավայր կա, վատը նա, որ ասենք հիշում են, որ սրա պապը եսին 58 թվին գնաց Խաղմասում, գրեց նրա վրա, նրա տատը եսին որ թվին, եսիմ ում հետ կինո էր գնացել, եսիմ ինչ էր եղել, ու դա սերնդեսերունդ փոխանցվում է։ Ու մարդուն այդ արտագաղթը դառնում է մարդու համար մաքուր օդ։ Ինքը որ ուզում է կտրվի, նոր կյանք սկսի, եսիմ ինչ սկսի, մեր հասարակություն դրա հնարավորություն չի տալիս։ Ասում է դրա համար մարդը փորձում է գնալ, հեռանալ իրականություն։ Այդ էլ չկա լի, ասենք Երևանից գնա Կիրովականում ապրի կամ գնա Գյումրիում նորեջ սկսի կամ ինչ անի։ Օրինակ ասենք չես կարող Համասյանից դուրս գաս գնաս ուրիշ Համասյանում աշխատես, որտեղ շատ փոքր է տարածքը։ Դու պիտի կարաս, օրինակ Ռուսաստանում կարաս այդպեսի բան անցել, ասենք Մոսկվայից թողես գնաս Կազանում, եսի ինչ անես։ Այլ միջավայր է, այլ պայմաններ են, այլ հարաբերություններ են եւ այլն։ Բայց Հայաստանում չես կարող դա անես։ Դա հիմա ֆունդամենտալ խնդիրը, այո, նորից գալիս են կրթության հարցին ենք բախվում, կրթության մեջ, հա, ու այդ կրթության բովանդակության մեջ հիմա ես մի հատ արտահայտություն կանեմ, որ շատերը արդեն դրանից բան կլինեն, կփշոտվեն։ Այո, չէ, նորաձևի համար չէ, որ կրթության բովանդակությունը իսկապես պետք է լինի մարդուն քրիստոնյա, իսկական քրիստոնյա դարձնելը, որովհետև քրիստոնեությունը բոլոր այդ հարցերի պատասխանները տալիս է։ Մեղքի գաղափարը եւ մեղքից ազատվելու գաղափարը խորությամբ չի դրված կրթության բովանդակության մեջ։ Ու եթե դա այդպես խորությամբ չի դրված, մարդկանց համար նախանձ լինելը օքեյ է, այսպես ասած։ Ազատության ոնց որ գաղափարը մարդիկ ընկալում են շատ իր մակերեսային իմաստով, որ դու ազատ ես քո խոսքը ասելու մեջ ոչ մեկ բան չի անի, բայց օրինակ ասենք ազատության շատ ավելի խորքային ընկալումը, որ դու փորձի ազատվես նախանձի մեղքից, փորձի ազատվես բարկության մեղքից կամ հպարտության մեղքից, դա բան չեն անում, դա ուզում ես հպարտ եղի, ուզում ես նախանձ եղի, ոչ մեկ քեզ բան չի ասում, բայց այդ ամեն ինչը բերում է քո ասածներին, որ այո, մարդիկ իրենց մեջ հիշաչար են դառնում, քինախնդիր են դառնում, ատում են, դա փոխանցվում է։ Վիսոցկին մի հատ տող ունի, ասում է «Свобода слова, если это мат»։ Այո, մեր ժամանակների համար գրված։ Այո, ուրեմն ու այդ ատելությունը նաև օրինակ բան կա, չէ՞ որ պատմեն, ասում են Լևոն Տեր-Պետրոսյանը տետր ունի, որտեղ գրում է թե ով է իրան վիրավորել, նեղացրել եւ բան, ես վստահ եմ, որ չեմ լսել։ Ես վստահ եմ, որ դա շատ տարածված բան է, որ ասենք ոչինչ վատը չմոռանալը, դա բանի պետական գործի, չգիտեմ ինչի, ինչ որ սիմվոլ է եւ այլն։ Փոխանակ ընդհակառակը լինի, էլի։ Այս շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունը ես կարծում եմ, որ մայիսի 28-ի տոնակատարություններն են, ուրեմն նախ այս վարչակազմի ղեկավարների ելույթներն էին բանում, Սարդարապատում, ուրեմն բաններ, հանուն արդարության պետք է նշել այսպես փոքրիկ ինչ-որ ռազմական շքերթներ, ինչ-որ սենց շատ մինի մակարդակով, բայց ամենակարևոր բանը այն էր, որ այդ օրը ուրեմն ՀՄԿ-ը, որը մեր պետության գլխավոր լրատվամիջոցն է, քարոզչամիջոցն է, չգիտեմ ինչն է եւ այլն, ֆիլմեր, ինչ որ այդ օրվան նվիրված բաներ անելու փոխարեն հյուր էր կանչել Թաթուլ Հակոբյանին,
իբր անկախ լրագրող, անկախ փորձագետ եւ այլն։ Այո, իբր, որովհետեւ հիմա իմ ասածը դրա մեղն է, այսինքն կարող է այսպես տարբեր գործիչների, տարբեր շահերի, տարբեր ինչերի սպասարկի եւ այլն, բայց դա կարանք համարենք պահի տակ մի բան, օգտագործվելիք մի բան, ինքը անում ուրիշները օգտագործում են եւ այլն, բայց սա կոնկրետ այնպիսի բան է, որ դա ներելի չի։ Ինքը գնում է հմեկ եւ խոսում է, որ մայիսի 28 չկա, որ դա կեղծիք է, որ չգիտեմ, թուրքերը հետ են քաշվել ոչ թե Սարդարապետի պատճառով, այլ չգիտեմ ինչի պատճառով, որտեղ առաջին աշխարհամարտում պարտվել են եւ այլն։ Հիմա առաջին աշխարհամարտում պարտվել են, հետ են քաշվել մայիսին, բայց ասենք սեպտեմբերին Բաքու են մտել։ Էդ էլ եկեք մի հատ իմանանք էլի, որ մարդիկ։ Չէ, ընդհանրապես դա կոնկրետ պատմական բան է, ու չգիտես ինչի մեր պատմագրություն դրան բան չի անում, որ առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայի շտաբի պետը հայտարարել էր, որ եթե թուրքերը շուտ մտնեին Բաքու, առաջին համաշխարհայինը այլ ելք կունենար, որտեղ գերմանացիները պարտվել են վառելիքի պակասի պատճառով։ Ու դա այդպես կապիտուլյացիան ստորագրելու ժամանակ արված հայտարարություն է։ Բայց ուրեմն Թաթուլ Հակոբյանը պնդում է, որ մայիսի 28 չկա, որ մենք անկազմակերպ ենք եղել, չգիտեմ ինչ ենք եղել եւ այլն։ Հիմա իրականում կա այստեղ երկու մաս, էլի, մեկը կա պատմական ճշմարտություն, որ ինչ որ իմաստով այո Թաթուլ Հակոբյանը ճիշտ է։ Բայց ինքը պատմաբան չի, ինքը լրագրող է ուղղակի։ Ինքը այդ պատմական տեքստերը, որոնք տպում է, ինքը վերցնում է բառացի նորից նույնը տպագրում, այսինքն ինքը չի կարողանում նույնիսկ այնտեղ սրբագրական բաներ անի, աշխատանք անի, հասկանա, որ ասենք, չգիտեմ, այս ուղղագրական, այս ասենք դասական ուղղագրությամբ այս բառը ոնց փոխի այս ինչ բառ։ Ինքը նույնիսկ այդ մակարդակը չունի։ Ծանոթագրություններ գրի ինչով, ինքը նույն ձևով տպագրում է եւ դա վերավաճառում է։ Բայց ուրեմն այդտեղ ես կարծում եմ, որ ինքը ունի ինչ որ բաներ, ինքնահաստատման կարիք, չգիտեմ, ուզում եմ որ իրեն գովան, ասեն դու ինչ խելացի ես, դու ինչ չգիտեմ ինչ ես եւ այլն, որտեւ ես չեմ կարծում եկամ ինքը որպես մարդ, վատ մարդ է, էլի։ Համենայն դեպս ինքը լավ օղի է քաշում, ես իր օղին խմել եմ քաշած, բայց իմաստը այն է, որ այդ տոնական օրերին, այդպիսի կարևոր օրերին Մեկը պետք է ֆիլմ պատվիրի, պետք է ոգի բարձրացնի։ Օրինակ, այն էլ SP իրավիճակում, երբ որ մենք պարտությունների մեջ ենք եղել, մեզ ոչ թե պետք է համոզեն, որ այդ մայիսի 28-ը կապ չունի, մենք հերոսականություն չկա մեր մեջ, չգիտեմ, ինչ չկա եւ թողեք այդ ամեն ինչը նորմալը թուրքերը թշնամի չեն, եսիմ ինչը, եսիմ ինչ չի եւ այլն, այլ պետք է բաներ լինեն, էլի մեսիջներ պետք է լինեն, որ ասենք մենք կարողացանք կազմակերպվել, կարողացանք միասնական լինենք, կարողացանք ինչ։ Կարող դրանք նույնիսկ առասպելական լինեն մեսիջները։ Կարող նույնիսկ բան լինեն, որտեվ այդ իրականում եւ միասնականություն կար եւ նաեւ օրինակ չկար այդ միասնականություն, ասենք Անդրանիկը չի չավ Ղարաքիլիսայում եւ չմտավ բանի մեջ, բայց դրա մասին այդ ամսի 28-ին չեն խոսում։ Դրա մասին խոսում են ուրիշ օրեր, ուրիշ քննարկումներ են ունենում, հասկանում են պատճառներ եւ այլն։ Այդ օրը երկրի թիվ 1 հերոստատեսությամբ անել այդպիսի բան նշանակում է, որ հենց դա է մեսիջը։ Դա է մեսիջը, ու Թաթուլ Հակոբյանը այդ մեսիջը իրականացնողն է, ինչը ամոթալի բան է ուղղակի, որ մենք թույլ ենք, մենք փոքր ենք, մենք չգիտեմ ինչ ենք, Սարդարապետը նշանակություն չունի, եսիմ ինչը չունի եւ այլն։ Որտեւ այդտեղ էլ օրինակ իրական կարելի անverջ խոսել, որ եսիմ ինչ, այդ վայրենի դիվիզիոն չեկավ այս կողմ, գնաց շարունակեց ճանապարհը, չգիտեմ, արցախցիները ճանապարհ տվեցին, եսիմ ինչ արեցին եւ այնքան կեղտ կարելի հանել։ Եվ մյուս թևն էլ, այսպես ընդդիմադիր բաներ էլ տեսնում եմ, որ ասենք գրառումներ էին անում, որ բանը ռուսական բանակի զորամիավորումները կազմակերպեցին բանը պաշտպանությունը, եսիմ ինչը եւ այլն, որ էլի խայտարակեց։ Երկու պարագայում էլ կիսա ճշմարտությունների մասին է խոսքը։ Ճշմարտություն չի, դրանք ուղղակի իրականում ասենք, հա, բայց այդ օրը խոսելու տեսանկյունից եմ ես ասում, ինձ ծնունդը լինի, մենակ չեն, դու գաս իմ ծննդին ասես արա, բայց դու խես sense քաչալ, խես sense կոլոտ, խես sense եսիմ։ Իմ ծնունդն է, եկեք իմ ծնունդը շնորհավոր է, կարի, չես կարող շնորհավորես, մի խոս այդ օրը։ Ուրիշ օր ասա, որ ես լավը չեմ։
ուրիշ օր ասա, բայց ոչ թե ծննդյան օրը պետության համար այդ կարևոր օրը արի ասա, որ գիտես Եթե այո, որովհետև եթե այդ օրը մարդը միացնում է հանրային հեռուստատեսություն, ուրեմն ինքը ինչ որ մի հատ բանի պահանջմունք ունի։ Իր ստամոքսը լցնելուց բացի իր հոգին լցնելու ինչ որ մի հատ պահանջմունք ունի ու դա այդ պահանջմունքը պետքա բավարարի, այդ մի քիչ գլուխը բարձր լինելու, մի քիչ հույս ունենալու, հավատ ունենալու հետ կապված, հենց այդ պետությունը պետքա այդ մշակույթի գործիչները, այդ հանրային հեռուստատեսությունը պետքա այդ փորձեն լրացնել եւ ինչ որ այսպես չակերտյալ էլի կարծրատիպեր ջարդելու ինչ որ թրենդային բան ա գնում նույնը մայիսի 9-ի հետ կապված մայիսի 9-ին հնչեցրած այդ գնահատականները որ կներես 300,000 զոհ տված ասենք ժողովրդի այդ կարևոր այդ օրը մայիսի 9-ին մի հատ ինչ որ տեսակետ է այդպես մտնում դաշտ ու ինչ որ լուրջ ինչ-որ բաներ ա քննարկվում օրինակ մայիսի 9-ի հետ կապված ես էլ այլ տեսակետ ունեմ ես կարծում եմ որ բայց մայիսի 9-ի հետ կապված օրը չէ բայց մայիսի 9-ը լրիվ ուրիշ բան է ախր ասում են բան որը սուտ է ասում որ կար Գերտրուդա պլան, որ Գերմանիան պիտի գար Թուրքիան գրավեր, ազատագրեր պատմական Հայաստանը կպցներ տալու են այսպես Հայաստանին։ Հա, ասես դնելու են, ասեն դե վայելեք, քանի որ դուք շատ գեղեցիկ աշկեր ունեք։ Իրականում հիմա այս ասես մի հատ բան։ Բայց քանի որ խոսել ենք այդ թեման ասել ենք, ասա։ Հայաստանը այսպեսի բան կա։ Օրինակ ասենք դու ունես ասենք ազգայնական հայացքներ, բայց ասենք այնպես մարդիկ են հանդես գալի ազգայնականության դիրքերից, որ դու ամաչում ես ասես, որ ես ազգայնական եմ։ Ասենք դու ունես մի քիչ արևմտյան բաներ, հայացքներ, բայց այնպես մարդիկ են խոսում արևմտյան արժեքներից, որ դու ամաչում ես ասես, որ ես ասենք, որովհետև այդպես դա վարկաբեկվում է։ Նույնը ասենք վերաբերում է Նժդեհին, ովքեր են նժդեհականները, նույնը վերաբերում, նույնիսկ ասենք ռուսականությունը, ովքեր են ասենք պաշտպանում, ասենք, ռուսական կողմնորոշումը, օրիենտացիան, այսպես մեր դասական հեղինակների ասած։ Այդ մարդիկ, ասենք, ավելի ռուս են իրականում, իրենք ռուս են, ոչ թե ասենք, իրենք պաշտպանում են ռուսական օրիենտացիան։ Հիմա այդ բանը մեր մեջ չգիտեմ, մերս հայկական հախուռն բնավորությունն է, չգիտեմ, իշտավը մենք կամ հատուկ կազմակերպված բան է, կամ ինչը, հա, եթե սենց ես, եթե սև չես ուրեմն անպայման ազդի մարդկային հարաբերությունները, չես կարող ասենք լավ ընկեր, բայց ելնես ասենք, չգիտեմ, ուրիշ գաղափարների գաղափարը մի բան է, բայց կարմիր գծեր կան, որ երբ որ անցնում են, արդեն օրինակ ես չեմ կարող պատկերացնել այսքան բանից հետո ինձ ընկեր ինչ որ մի մարդ, որ օրինակ չգիտենք Նիկոլ Փաշինյանին ասենք Դա դավաճանությունն է։ Կիսվի, դա ուրիշ բան, դա հայրենիքի դավաճանությունն է։ Դա քաղաքականության հետ ինչ դա քաղաքականություն չի, դա հայրենիքի դավաճանություն։ Իսկ գալով այդ թեմային, քանի որ արդեն մայիսի 28-ն էլ անցել է, ու իսկապես որ խորանում ես պատմության մեջ, շատ թնջուկներ կան, շատ չպարզաբանված չէ, հանրությանը քիչ հայտնի բաներ կան, օրինակ հենց մայիսի 28-ին չի ընդունվել այդ հայտարարությունը մայիսի 30-ին է ընդունվել, բայց այդ որոշումը հայոց ազգային խորհուրդը, որ պետք է ստեղծել, ոչ թե ստեղծել Հայաստանի Հանրապետություն որպես այդպիսին, այլ որ հայկական գավառների վրա հայոց ազգային խորհուրդը հաստատում է իր իշխանությունը, որովհետև այդ ժամանակ մարդիկ մտածում էին, որ եթե անկախություն, այսպես ասած, հաստատվի, լրիվ կապերը խզվի Անդրկովկասի հետ, ընդհանուր առմամբ թուրքերի այդ խնդրը շատ ավելի շատ կլինի, այդպես էին մարդիկ մտածում Թիֆլիսում նստած։ Ես չգիտեմ ճակատից իրենք տեղյակ էին, թե տեղյակ չեն, որ այդ ճակատում արդեն մերոնք հաղթանակներ էին տանում, եւ մայիսի 30-ին Նիկոլ Աղբալյանի ձևակերպումով այդ տեքստը այդպես ձևակերպվեց եղավ եւ իսկապես օրինակ ասենք մեր հաղթանակների համեմատ Բաթումում բանակցվածը տեսնում ենք, որ շատ վատ էր էլի բանակցված այն պարագայում, երբ որ ուժի զորով, մեծ ճիքերով, հերոսական ճիքերով այդ հաղթանակները կերտվել էր, բայց վերցնել այսպես մոդային տրվել, ինչ որ կարծրատիպ ջարդելու մոդային տրվել ու դնել այդպես, այսինքն մեզ ոչ հերոս է պետք, ոչ առասպել է պետք, ոչ պատմություն է պետք, բա ո՞րն է ի վերջո նպատակը ո՞րն է, որ ինչով մենք ապրենք, այս մարդիկ շատ པարզ ոնց որ մեզ ասում են, մենակ ուտելու համար ապրեք ուտելու համար, ուրիշ ոչ մի բան պետք չի։ Մեր կրթության բովանդակությունը դարձնենք այնց, որ կարողանանք ուտենք մենակ ասենք, էտա մեր կյանքի նպատակը դարձնում են ապրել ուտելու համար, էս են այս մարդիկ բանում։ Այդտեղ կա նաև մի պատմություն ես պատմեմ Խատիսյանի հուշերից, որ ասում է գնում են տրապիզոնի բանակցությունների մարտին դեռ
անդր ֆեդերացիան բանակցում է Թուրքիայի հետ թե ինչ է Անդրկովկասի չէ դեռ չէր ձևավորվել Դաշնային Հանրապետությունը, բայց Անդրկովկասյան կոմիսարիատն էր, կոմիսարիատը։ Եվ ուրեմն իրար եւ կուսակցությունները իրար չեն վստահում եւ բաները հայերը վրացիներն ու ադրբեջանցիները իրար չեն վստահում եւ այսպես շատ մեծ պատվիրակություն է ով ուզում է նստում է գնում է տրապեզոն բանակցությունների ու Խատիսյանն ասում է որ թերթերը գրում էին որ եթե այս մարտիկ եկել են տրապեզոնը գրավեն ապա իրենք քիչ են, բայց եթե իրենք եկել են բանակցության որ շատ են, դե դա բնական է, որովհետև չկար այդ ավանդույթը, չկար այդ բանը, փորձը եւ այլն, նաեւ լիազորությունները չկային։ Բայց ուրիշ կողմ կա։ Եթե չլիներ առաջին հանրապետությունը, այդպես իբր երկրորդ հանրապետությունը, խորհրդային սոցիալիստական հանրապետություն չէր լինել։ Իհարկե չէր լինել։ Որովհետև դա ձևավորվեց, քանի որ կար նա Պազգերի լիգա պիտի մտներ, չգիտեմ ինչ պետք է լիներ եւ այլն, բան դրա համար դեկտեմբեր 2-ին հանրապետությունում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը հետո ասենք գնաց իր ինքնիշխանություն իհարկե դե ժամանակը չկար գրավեց այդ հանրապետությունը մենոջան կարմիր բանակը ռուսական զորք եկավ Հայաստան գրավեց արի չվիճենք էլի սրա չեմ ասում վիճենք բայց մի հատ էլ կողմ կա էլի մայիսի 20 բայց այդ գրավեց բայց իշխանությունը գոնե առաջի այդ օրերին բաներ էլի դե դրոն օրինակ ասենք մի քանի օր շարունակում էր ասենք մնալ մի քանի օր չէ մինչև 21 թվականի հունվար այդպես շարունակում էր Մոսկվա Ուզում ասեմ, ճիշտ ես ասում, որ այդ սերնդափոխություն տեղի ունեցավ էլի դրանով այո կարևոր։ Բայց այստեղ մի հատ էլ սիմվոլիկ բան կա, էլի, այս մայիսի 28-ը իրականում շատ կարևոր բան է, որովհետև օրինակ 88 թվականի մայիսի 28-ին Մովսես Գորգիսյանը առաջին անգամ Ազատության հրապարակում բարձրացեց եռագույնը, մարդիկ սարսափեցին, եսիմ ինչ եղան եւ այլն, բայց արդեն այդ ընթացքը որոշվեց, էլի։ Եվ այս մայիսի 28-ը մի տեսակ այն բաներում, վեպերում, ֆիլմերում, բաներում խաչի զորություն կա, չէ՞, որ ասենք վամպիրները դրանից, չգիտեմ, չորանում են, հետ են քաշում եւ այլն։ Այս մայիսի 28-ը բոլշևիզմի բանն է, ինդիկատորն է։ Այսինքն նրանք ովքեր ուզում եք հասկանալ, ասենք այս մարդը ինչքան է իր հոգու խորքում բոլշևիկ, ինչքան է թուրքամետ, ինչքան է չգիտեմ ինչ եւ այլն, բայց մայիսի 28-ի հետ կապված հարցեր տվեք, տեսեք մի հատ իր դիրքորոշումը։ Եթե ինքը խրտնում է, ասում է, որ չէ, մայիսի 28 չկա, դա սուտ է եւ այլն, բան, ուրեմն իմացեք, որ գործ ունեք հոգու խորքում մի հատ թուրքաբոլշևիկի հետ էլ իրական։ Լուրջ եմ ասում, դա sense սիմվոլիկ մի հատ բան է։ Վատանում է մարդը դրանից, թե չի վատանում։ Մերժել մեր պատմության այդ կարևորագույն փառահեղեջ է, ես իսկապես փառահեղեջ եմ դա համարում, դա թրքաբոլշևիկություն է իհարկե, ինչ խոսք, եւ այդ ես 1-2 առիթով ասացի նաեւ այդ օրվա հետ կապված շատ ավելի կենցաղային թեմաներով ես խոսեցի, որ երբ որ հիշում ես թե այն ժամանակվա առաջին հանրապետության ղեկավարները ինչ կենցաղով էին ապրում ու համեմատում ես, այ նաեւ դրա մեջ էլ ես կարողանում տեսնել նվիրումը որ կար որ մարդիկ գետնին էին քնում որ մարդիկ նախարարների մակարդակով ոչ լոտում էին որ մարդիկ օճառի խնդիր ունեին որ մարդիկ շաքարի խնդիր ունեին սննդի մեջ օգտագործելու բայց մարդիկ նվիրումով անում էին մարդիկ Խատիսյանը քո նշած Խատիսյանը քաջազնունու հիշատակմամբ 18 ժամ աշխատում էր ունակեր օրվա մեջ 18 ժամ աշխատելու նույն Խաջազնունին ուղակի արդեն բաներ եղել այդպես ինսուլտի վիճակի էր հասնում իր գլխացավերը այդ աստիճան այդ խնդիրների բեռի տակ անդուլ անդադար աշխատելու տեսանկյունից տղաները ռազմաճակատում 4 տղայից 3-ը զոհվեցին ասենք Խաջազնուն ու առաջին դեմքի 1800 ռուբլի թոշակ էր աշխատավարձ էր ստանում 500-ը տալիս էր որփանոցներին բաներին այսպես էր մարդը ապրում գնաց ինչու ԿՊԱ-կանի ասես որ ասենք 1/3-ը տուր որփանոցներ չգիտեմ ինչ կլինի բայց մենակ ԿՊԱ-կանի չէ այդ մեր establishment կոչվածի ասենք եւ չգիտեմ անդիմադիր դաշտից եւ այլն գնաց ասես որ ասեմ մայիսի 28-ը եթե ամեն ինչ մի կողմ դնենք գոնե այդ նվիրման պետական գործչի կերպարի զոհողության պատրաստ այդ սիմվոլը պետք է էլի ոնց որ իհարկե վերականգնվի Ուրեմն մեր շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունը
որ, չգիտեմ, խելագարվելու բանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործադուլի 8 կազմակերպիչներին դատի է տվել եւ ուզում է մոտ $12 միլիոն փող այդ ընթացքում գործանիչ աշխատելու ժամանակ իր կրած վնասը ուզում է 8 հոգուց։ Այսինքն այդ 8 հոգու չաշխատելու պատճառով ամբողջ համակարգը պարալիզացվել է եւ գրել է այդքան վնաս։ Այդքան վնաս է գրել։ Հիմա այստեղ ուրեմն իմ ունեցած տեղեկություններով մենք օրագիր նյուզոսյան անպայման կանդրադառնա այդ մարդկանց կգտնենք, բան կանենք եւ այլն, դա այդ 8 հոգին իրական իրենց համար չեն գործադուլ արել, իրենք գործադուլ են արել, կազմակերպել են գործադուլը ցածր շերտի համար։ Որովհետեւ ըստ այդ նոր մեխանիզմի վճարահաշվարկային, ինչ օգուտ տալիս է գործարանին, այդքան ավելի շատ փող է ստանում եւ ստացվում է, որ իրենք իրական մեզ 8 հոգին պետք է ավելի բարձր փող ստանային, բայց օգնել են, որ այն ցածր խավը, որը պետք է ավելի ցածր աշխատավարձ ստանար, ասել են, որ մենք մեր փողը մի տվեք, իրանց փողը մի իջեցրեք։ Այդ է եղել խնդիրը եւ դրա համար են գործադուլ։ Եվ դրա համար են գործադուլ են։ Այսինքն սա իրականում մենք գործ ունենք անձնազոհ մարդկանց հետ, էլի, հանրային շահը բարձր դասող մարդկանց հետ եւ այլն, ու իրենք հիմա պատժվում են։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բան ունի, մասնաբաժին ունի այս գործանում, ու իրենք մասնակցում են գործանի կառավարմանը, Ավինյանը այնտեղ խորհրդի անդամ էր, իրենք ուրեմն այդ գնումները իրենցով են անում, այսպես կոռուպցիոն շատ մեծ բան կա այս ամեն ինչի մեջ, բայց քաղաքական իմաստով ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է գալիս որպես աղքատների թագավոր այդ բրենդով, ինքը պատժում է մարդու սրբազան իրավունքներից մեկը, գործադուլի իրավունքը իրականացրած այն 8 անդամների, որոնք իրականում իրենց համար չեն գործադուլ արել, այլ արել են այն ցածր շերտի։ Ինքն անձնազոհությունը պատժվում է։ Եւ անձնազոհությունը եւ հանրային շահի համար պայքարը։ Հիմա մի հատ այսպեսի բան ասեմ, էլի, այստեղ շատ խորհրդանշական բան կա։ Ես վստահ եմ, որ իրական մեզ դատը պրավել է գնալու։ Ես իրական վստահ եմ, որ այդ Քաջարյանի կոմբինատը, որը ռուսական կապիտալը, ռուսական տնօրենով, եսի միջով բանով արևմտամետ Նիկոլ Փաշինյանը հետ է լավ քիփ աշխատում է եւ այլն, ոչ մի բան չի ունենալու։ Բայց ես վստահ եմ նաեւ, որ այս process-ը չի կարող բան ավարտ ունենա։ Մենք իրանք չեն կարես մարդկանց խաչեն, չգիտեմ ինչ անեն, ունեզրկեն, ճնշեն եւ այլն, որտեվ մնացած բոլոր նորմալ մարդիկ կանգնելու են այս 8 հոգու կողքին։ Ավելին, ես վստահ եմ, որ ինչ որ մի փուլում միջազգային կառույցներ են սրան խառնվելու եւ Նիկոլ Փաշինյանը ձև անել է, որ ինքը դրանից խաբար չէր։ Դա ինքը չի եղել, ինչ եք ասում։ Ինքը ասեն կոչով հանդես կգա, կասես ինչ եք բանանում ես եւ այլն։ Մենք գործ ունենք մի երևույթի հետ, երբ մարդու ներքին մղումները այլ են, իրական իր ցանկությունները, իրական իր տեսլականը, իրական իր պատկերացումները եւ այլն լրիվ այլ են, բայց ինչը որ ինքը ցույց է տալիս, ինչը որ ինքը այսպես առաջամղում եւ այլն, լրիվ հակադիր է այդ իր ունեցածին, էլի, ու սա էլ դրա բաներից մեկն է, օրինակներից մեկն է։ Եթե շարունակենք էլ իր թեման, այդ այս շաբաթ եւ ուրեմն բան եղավ, այդ երեկվա կառավարության նիստը, որ եկեղեցիները համարես չուլանացված, չգիտեմ ինչ եւ այլն, եւ այսօր առավոտվանից եկեղեցականների դեմ այդ գրոհը, որ այդ անպարկեշտ բառերով, չգիտեմ, հայհոյանքի նման բառերով եւ այլն, որ ուրեմն բան ես իմ կուսակրոնությունը, ես իմ ինչ եւ նույնիսկ չգիտեմ, էլի ոնց դա վերապատմեմ այդ բառերը, որովհետեւ անպարկեշտության գագաթնակետն է, էլի։ Հիմա սա իհարկե պատահական չի կարող լինել։ Սա այսպես հատուկ մշակված արշավը եկեղեցու դեմ։ Սա հատուկ մշակված արշավը այն ամեն ինչ, ինչ որ մեզ կարա միավորի
եւ ինչը կարող սպառնալիք դառնա Նիկոլ Փաշինյանին, դա անպայման պետք է գրովի, չգրավի, ոչնչացվի եւ այլն։ Եվ նաեւ ուրեմն դա նաեւ հերթական արշավն է մեր ինքնության դեմ, որտեղ մեր ինքնությունը առանց առաքելական եկեղեցու հնարավոր չէ պատկասել։ Իհարկե։ Բայց այստեղ շատ կարևոր է եկեղեցու արձագանքը։ Ոնց է եկեղեցին արձագանքում, որովհետև այսքան ժամանակ ես տեսնում եմ, որ կան սրբազան հայրեր, որոնք փորձում են դիմադրել, ունեն շատ ծանր խոսք, շատ մեծ հարգանք, կան սրբազան հայրեր, որոնք կապի մեջ են Նիկոլ Փաշինյանի հետ, ծառայում են իրան, կատարում են իրա կամ իրա նշանակած ինչ-որ բաների այսպես կամակատարներ են դարձել, օրինակ ասենք, չգիտեմ, լավ, անուններ չտանք, բայց Վազգեն Միրզախանյանը ինչի՞ չէ։ Ասենք հիմա բոլորին թվարկենք, Կճոյան օրինակ, որ ասենք Բագրատ Սրբազանը գալիս է Երևան, Կճոյանը չի գնում իրան դիմավորելու։ Դա Գևորգ ջան, ես օրինակ ասենք դրան համաձայն չեմ, դա դնել համարժեք, ասենք այն նրա կողքին ինչ որ իմ ասած մարդը արեց, իրար հետ համ բան չի էլի։ Դե հիմա լավ, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Արի արձագանքի հետ կապված հարցին, ես օրինակ ասենք այս պահի դրությամբ, քանի որ նաև էմոցիոնալ բան կա, շատ ֆոն կա, ես կնախընտրեմ եկեղեցու արձագանքի մասին մի փոքր սպասել, որովհետև նախ եկեղեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը իր դիրքորոշումը քանիցս տարբեր ձևերով, տարբեր բառակազմերով, տարբեր ուղերձներով արտահայտել է։ Եվ եկեղեցին հաշ չի, բայց միևնույն ժամանակ եկեղեցին ամեն դեպքում իր բարձրության վրա է մնում։ Նրանք շատ են քննադատում, բա ոնց եղավ, որ տաճարի օծման արարողությանը եկավ, բայց եթե եկեղեցին, չգիտեմ, ներողամտություն չանի, էլ ինքը ոնց կարա իր քրիստոնեական առաքելությունը շարունակի։ Այստեղ Ալիևին ու Էրդողանն էլ կան։ Չէ, Ալիևն ու Էրդողանը հավատացյալ չեն կամ չգիտեմ քրիստոնյա չեն։ Նիկոլը հավատացել է, շատ ուժեղ։ Ես չգիտեմ ինչա ինքը։ Ինքը ուզում է մի քանի բան անի։ Նախ եւ առաջ ատելությունը շարունակում է խորացնել։ Ինքը ատելության վրա է կառավարում։ Ինքը սիրո համերաշխության թեմաներով եկավ իշխանության, բայց ինքը ատելությունն է իր կառավարման կարևոր գործիքը մարդկանց իրար դեմ հանելու։ Մարդկանց իր շուրջը համախմբել ընդդեմ ինչ-որ մեկի, ընդդեմ ինչ-որ կառույցի, ընդդեմ ինչ-որ սրբությունների։ Հիմա այս պահին եկեղեցունն է հերթահասել եւ շատ ինքը կարևոր, հաշվարկված, ինքը տգետ չի այդ առումով, ինքը տգետ չէ, չգիտեմ, մի խոսքով, ինքը գիժ չի, ինքը ադեկվատ է շատ լավ եւ ինքը ինչ հարց է լուծում, ինքը հետեւյալ հարցն է լուծում, որ եկեղեցու մասին կան ինչ-որ կարծրատիպեր, ինչ-որ միֆեր, որոնց մեջ ինչ-որ բաներ էլ կան, իհարկե առանձին եկեղեցական գործիչների վարքի հետ կապված իսկապես կարող է ինչ-որ պատմություններ լինեն եւ այլն, եւ դա ընդհանուր առմամբ այդ նույնն է, որ ասում Ղարաբաղցու ջուր ուզեցի, ջուր չտվեցը, հա հիմա եկեղեցականների հետ կապված այդպիսի պատմություններ եւ ընդհանուր առմամբ եկեղեցուց դժգո զանգվածի եւ նաեւ եկեղեցուն չհավատացող զանգվածի համախմբումն է ուզում անի իր շուրջ իր էլեկտորատը ձևավորելու կոնկրետ խնդիր է դնում այսպես եւ դրա գինը դրա փոխարեն հայոց պետության ղեկավարը փաստացի ինչ է անում անվայել բառակազմով հայ եկեղեցուն է կպնում, հայոց եկեղեցուն է կպնում։ Ես հիմա այս առնչությամբ ուզում եմ մի հատ Ժաննա Անդրեասյանին էլի դիմեմ, էլի ասեմ այդ հանրակրթության չափորոշչի մեջ արդյոք ժամանակը չի ինչ-որ փոփոխություն մտցնել, որ հայ հոյախոսությունը ընդունելի է, որովհետև եթե դպրոցում ասենք չափորոշչի մեջ դուք ասում եք, որ պետքա համերաշխություն լինի, պետքա համակեցություն լինի, բայց աշակերտի մոտ հարց չի առաջանում պետության ղեկավարի բառակազմը, նրա վերաբերմունքը, նրա ուղերձը, նրա արձագանքը տեղավորում է արդյոք այդ համերաշխության, այդ համակեցության, այդ ամեն ինչի մեջ։ Ես ուզում եմ ուղղակի այդ հարցը այդպես իրեն տամ էլի, ասենք։ Դե դա իրական մենակ հայհոյանքը չէ։
Այնտեղ ասում է սրբազան, ես իմ քերուտ կինն է, ես իմ ինչ բան, դա իրական ասենք շատ լուրջ սրբապղծություն է դա, շատ լուրջ հոդվածներ են, էլի։ Հիմա ասենք մենք մի հատ մի բառ ավել են գրում, ես իմ ինչ են գրում, մի անգամ վայնասունա բարձանում, ես իմ ինչեր են անում։ Ռենոմե բառի համար հերքում են պահանջում, ասենք, չգիտեմ ինչ են անում։ Հա, բայց երևի չի հասկացել դրա վրա հերքում պահանջել, համասաներեք, թե որ հասկանար չէ պահանջի։ Բայց բանի, իսկ այստեղ ասենք հիմա հաստատ քաղաքական ուժերի մի մաս, sense ինչ-որ fake-եր, ես իմ ինչեր կասեմ, բա իհարկե ես իմ ինչը եւ այլն։ Հա, խոսակցությունները կսկսեն բան անել, էլի, կսկսեն քննարկվել տարբեր Մերձավանի դպրոցի այն երեխային, որ ասում են ամոթ քեզ, ես իմ ինչ, դու ոնց կարելի է ուսը չէ այդպես խոսել եւ այլն, բան, այդ մարդկանց կարելի է բացել մի հատ նայել, ես վստահ եմ, որ այդ մարդկանցից ոչ ոք Նիկոլ Փաշինյանի մասին մի տող, մի տառ չի գրել, չի ասել եւ չի ասի երբեք։ Ես պարզապես ուզում եմ նաեւ ավելացնել, որ որպես ահազանգ այս մարդը բարի բուն իմաստով մեր պետությունը քանդում է, որ ինքը չդատվի։ Չի լինի հայկական պետություն, չի լինի դատու դատաստան իր նկատմամբ իր արածների հիման վրա։ Էսա անում այս մարդը։ Բայց ճիշտ չի ասում։ Ճիշտ է ասում։ Ուզում ասեմ պետություն չլինի ինքը ինչ ալն ոչ բան։ Դե պետություն չլինի ինքը կարա լինի կիսանկախ պետության ինչ որ ասենք չի։ Բայց ես ավելին ասեմ, մենոջն, ավելին ասեմ։ Եթե լինի հայկական պետությունը այսօրվա տրամաբանությամբ, որ ասենք դու կարևոր իմ իշխանությունն է, դու ինձ իշխանություն, դու ես քեզ ամեն ինչ ներեմ, ամեն ինչ կարանք սակարկենք, ամեն ինչ կարանք խոսենք եւ այլն, ես էլի քեզ վստահեցնում եմ, որ էլի դատու դատախսն չի լինելու։ Եթե այս տրամաբանությամբ մնա Հայաստանի Հանրապետություն, որ քննիչը սպասում է զանգի, դատավորը չգիտեմ ինչ անում եւ այս պարագայում էլ դա հնարավոր չէ։ Եվ ուզում եմ վերջում անդրադառնալ մի բանի, թեմայի, որը ուրեմն հայտնի ոդքասթի երկու վարողները Վազգենը եւ Նարեկը իրենց եթերում անդրադարձել են ինձ, ինչ-որ բաներ են ասել եւ ես ինքս ճիշտ ասած դա չեմ նայել, այլ մեկը ընկերներից մեկը պատմեց, մեկը լրագրողներից մեկը պատմեց, ես հասկացա, որ էլի չեն հաշտվում, որ ես Գևորգ Էմնիթորն եմ, Վահան Տերանցորն եմ, ինչ որ ծիծաղիս են անդրադարձել, որ լավ չեմ ծիծաղում եւ այլն։ Ճիշտ ասած ես շատ բան կարամ ասեմ, շատ բանի կարամ անդրադառնամ եւ այլն, բայց ես չեմ ուզում մտնեմ այդ այն գզվրտոցի մեջ, ինչը որ համարում եմ, որ ամոթալի է։ Ես արել եմ Շանթ Հարությունյանի հարցազրույցը, որտեղ կարծում եմ, որ ինքը հայ ժողովրդի շատ լուրջ առաջնորդ է, շատ լուրջ։ Կարծում եմ, որ ինքը գաղափարական եւ իր հավատամքի մարդ է։ Ես այն ճանաչում 20 տարի, երբևէ չեմ տեսել, որ ինքը, ասենք, փողը ինչ որ կոմպրոմիսի գնա, երբևէ չեմ տեսել, որ ինչ որ տենց ավանտյուրիստական ինչ որ բան անի եւ այլն, չնայած առաջարկներ, բաներ եւ այլն տեսել եմ հարյուրներով, որ էսա մի ասա, նա ես իմ ինչ մի արա եւ այլն, բայց ինքը միշտ եղել է անզիջում ու միշտ եղել է շատ սկզբունքային, թեև դա մշտապես ազդել է իր եւ կյանքի որակի վրա եւ ինչի վրա եւ այլն։ Ես կարծում եմ, որ ինքը օրինակ 13 թվականին իրական ոչ մի վատ բան չի արել։ Ինքը դուրս է եկել փողոց, ոստիկանները խփել են իրան, ինքը պատասխանել է եւ իրան ու տղային տարի դատել են։ Ինքը դա մանրամասն ասաց։ Ես կարծում եմ, որ իր նման մարդը պիտի ունենա խոսքի իրավունք։ Այսինքն, եթե ինքը ունի ասելիք, ինքը պիտի դա ասի մինչև վերջ։ Ու քանի դեռ ես ունեմ լրատվամիջոց, ես իրեն տրամադրելու եմ բոլոր հնարավոր ձևերով այդ ասելու իրավունք։ Մյուս կողմից ես չթպարտանում եմ, որ ԿՊԱ-ականների համար ես ՀՀԿ մերձ խմբակիր եմ, Սերժականների համար ես բանի Նիկոլի Զամաշկիկով ինչ-որ մարդ եմ։ Ինձ այդպես են էլի փոխանցել, որ տենց բան եղել։ Բայց հիմա մեծ հաշվով ես կարծում եմ, որ
չի կարող հայրենիքի համար պայքարողների միջև լինի մրցակցություն։ Չի կարող դա լինի։ Եթե կա մրցակցություն, եթե կա գզվռտոց, եթե կա իրար անպատվել, չգիտեմ ինչ անել եւ այլն, ուրեմն այդտեղ կա իշխանության ձգտում, փողի, չգիտեմ ինչ, էգոյի բավարարում, եսիմ ինչ եւ այլն։ Ես չեմ ուզում այստեղ ինչ-որ ճիշտ սխալ բան անեմ, բայց լիքը ասելիք էլ կա, անելիք էլ կա, կարելի է ոչնչացնել էլ եւ այլն, Աստված տվեց չի խնել, էլի ես կարամ այնպիսի ձևակերպումներ անեմ, որ երբեք մարդու վրայից դրանք չջնջվեն ու միշտ մնան ճակատներին դրած։ Հիմա էլ կա այդ մտածած, բայց ես չեմ ուզում դա բերեմ դաշտ։ Ես կարծում եմ, որ այստեղ շատ ավելի լուրջ խնդիր կա, էլի, որ իրականում մարդիկ պայքարում են ոչ թե հայրենիքի համար, այլ պայքարում են իշխանության համար, իրանց այդ ձեռը, որից իրենք սնվում են, այդ ձեռը, չգիտեմ, պաչում դնում են գլխներին, եւ դա է ամբողջ խնդիրը։ Ու ինձ համար նաև զարմանալի է մի հատ շատ սկզբունքային բան։ Ոնց է լինում։ Ու ուզում եմ ճիշտ ասած, ես էլ դիմեմ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Մի կողմ դրած էլի ձեր անցած ուղին, արածը, չգիտեմ, ինչու դատեցիք Շանթին, ինչու ես ինչ արեցիք, ինչի ուր հասավ Հայաստանը, ինչ շահեց, ինչ եղավ եւ այլն։ Ոնց է լինում, պարոն նախագահ, որ դուք հովանավորում եք, օգնում եք, ֆինանսավորում եք, ձեզ մոտ եք թողում եւ այլն, իրանք բոլորը կամ, չգիտեմ, պահվածքի հետ խնդիր ունեն։ Ասենք ոնց կարելի, ասենք այդ կարգի, ասենք կարմիր գծերը խառնել։ Ես ապշում եմ։ Բայց ես կարծում եմ, որ սա կարող լիներ թյուրիմացություն, կարող լիներ բան, որ չեն հասկացել, չեն գիտակցում եւ այլն, բայց այտենց։ Ու ճիշտ ասած առաջին դեպքն էր, որ ինձ սպառնացել են հայացքով։ Որ գալու են նայեն աչքերիս մեջ։ Չեմ ուզում կատակներ անել, թե ինչի կարելի նայել, բայց մենք սպասում ենք բանին, էլի։ Մենք այնպիսի վիճակում ենք, Գևորգ ջան, գտնվում, որ մեծահոգությունը մեծավարի վերաբերմունքը։ Չէ, ես մեծահոգի չասենք էլի, որ սա մեծահոգություն չէ։ Սա ուղղակի ընդհանրապես մեծահոգություն ինչ իմաստով, որ պետք չի բան անել այդպես, մտնել այդ դաշտը։ Պետք չի մտնել այդ դաշտը։ Դա հիմա ինչ որ ասվել է, ինչ որ բան չարվել։ Սա մենք այս վիճակում մենք այդ վիճակում չենք, մենք այսպես ավարինի վիճակում ենք գտնվում, շատ ճգնաժամային վիճակում ենք գտնվում, եւ ես համաձայն եմ, որ նա որ իսկապես պայքարում է հայրենիք ունենալու համար, պետություն ունենալու համար, պետք է զիջող լինի։ Ես օրինակ իմ բանով միշտ փորձել եմ դա ցույց տալ, որ պետքա այդ դեպքում զիջող լինել։ Չպետքա մտնել այդ բաների մեջ, այդպիսի սա որովհետև աչոք հավաքելու տեղ չի, ամենայն դեպս շատ բան չանենք, չխորանանք, հուսամ, որ այդ խոսակցությունը բան չի անի, չի շարունակվի այդ խոսակցությունը եւ դրանով դե տեսնենք ինչ կլինի, ամեն դեպքում ես կարծում եմ, որ շատ լուրջ սկզբունքային վերանայումների բան կա, որտեղ եթե մարդիկ իրանց տված արդյունքը բան են անում, չափում են իրանց դիտումներով, ասենք ենք համարում են, որ ենք դեմք են, որտեղ ունեն իսկն դիտում, կարելի ասել, որ տղաներ, ասենք կարելի ասենք ես իմ ինչ անել եւ շատ ավելի շատ դիտում ունենակ, ինչի օրինակը կա, որ ասենք բլոգերներ, որոնք ոնց են հասնում բարձր դիտելիության։ Իրական այդ ինչն է կարևոր դիտումը, թե ասենք արժեքը, որը դու փորձում ես փոխանցել։ Սա պետքա բերի նրան, որ ավելի խորը եզրահանգումներ արվեն։ Հասկանաս։ Առհասարակ հանրային խոսքի մեջ ես այս դեպքի բանով չեմ ասում, այլ ընդհանրապես եմ ասում, խելամիտ մարդկանց բանագայում հանրային խոսքի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացում ունենալն է, որովհետև մենք նստած ենք տաղավարում, այս պահին երկուսով ենք, բայց մեզ հետ հաղորդակցվում են բազմաթիվ մարդիկ եւ ես էլ դու էլ պետք է մեր խոսքի հանդեպ ունենանք պատասխանատվություն բարձր։ Պետք մակարդակ ունենաս, էլի, ինչ որ քեզ պահելա ձև ունենաս, իմանաս ինչ ես ասում, ում ես ասում եւ այլն։ Դե հիմա
եկեք այսօր ուրախ նոտայի վրա հրաժեշտ տանք, ասենք որ մենք շատ հասանելի ենք, կարող եք զանգել գաք մեզ տեսնել, եթե ուզում եք։ Լավ, արի թեմայից ընդհանրապես կտրվենք եւ Այո, ուրեմն սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ մեզ հետևում եք, կհանդիպենք մի շաբաթ։ Հաջողություն։